Բարելույս ժողովուրդ ջան, իրոպես դուռը փակեմ հեռուստացույցի ձայնը չկա։ Աշոտը նորություններ անայում ծածկեմ, որ իմ ձայնը ավելի լավ լսվի։ Սովորությունը, որ մազերս անպայման պետք է հավաքեմ։ Կտրել եմ, դե շատ չեմ կարճացրել, ոնց տեսակը, բայց մեկը չեմ կարում այսպես, որ թափած է լինում, պետք է միշտ հավաքեմ, մի հատ սուրճ սարքեմ խմենք, խմել եք, եթե չէ դուք է սարքեք, միասին խմենք, այս միասնը մինչև մի անմա հագին երկար է տևում, այս կարմիր լույսն էլ փաստորեն վառվում է, ասում է պետք է մաքրվի, չգիտեմ ոնց, այս ներքևինը դե մաքրում ենք, ընդհանուր ես չգիտեմ ոնց է մաքրվելու, պետք է նայեմ, ձևը իմանամ, ես էլ գիտեի ինչ-որ բան սխալ ենք արել, որ լույսը վառվում է, բայց փաստորեն չի, ասում է դրանից է։ Ջուրը առավոտ շատ լսնում եմ արդեն մեջը, որ ամբողջ օրը հերիքի։ Մենք ֆիլտրատ ջուր ենք օգտագործում, նոր բաժանորդների համար ասեմ, նախկինում միշտ առնում էինք շշերով, բայց հետո այդ շշերն էլ պատկերացրեք ամեն ամիս չէ, երկու շաբաթը մեկ որ աղբը թափում էինք, այնքան շիշ էր լինում, ամել մինչև է սեփական տուն գալը բնակարանում էինք ապրում, Կվարսիրայում, վերև բարձրացնելն էլ էր դժվար, լիֆտ էլ չունեինք, դրա համար որոշեցինք, որ ֆիլտրը ավելի ձեռնտույա, կուզենք մեծ ֆիլտր դնենք, այդ ջրի տակ որ դնում են, ջրի ծորակի տակ, ահագին էլ թանկ են, սկսած 1500 եվրոից, բայց էդ էլ չենք անում, որովհետև չգիտենք, ասենք, ինչքան է տանը կապրենք, կուզենանք ապրենք, ինչ պլաններ կկազմենք հետագայի համար, դրա համար, ոնց որ այդպես մեծ ծախսեր չենք ուզում անենք, չնայած որ արել ենք, լավ վերանորոգել ենք ու արևային պանելներ ենք դրել, չնայած գնի մեջ կհաշվենք բնականաբար, բայց դրա համար այդ մեծ ֆիլտրը չենք դնում, այս լավ ֆիլտր է, այս հատուկ նայել ենք, որ մենակ ասենք կալկը, սպիտակ որ հավաքում է ջրի խողովակի մեջ, մենակ էլ չէ, որ ամեն ինչ լավ մշակի, մաքրի։ Ինչ որը ֆիլտրատ ջուր ենք օգտագործում, հիմա ուրեմն բաժակը դնեմ, չմոռանամ, փաստորեն էլի իմ նման մարդ կա իմ բաժանորդների մեջ, որ սիրում է բաժակները շուտ փոխի։ Հիմա ես սրանից դեռ չեմ հոգնել, սրանով եմ խմում, բայց լրիվ տարբեր բաժակներ են դարակի մեջ, ով ինչ տեսակ բաժակ է սիրում, էդ էլ օգտագործում է։ Տակինը թափեմ, այս նախորդ սուրճին նախ խմելուց հետո մի անգամից չեմ հանում թափում, այդպես թողնում եմ հաջորդ խմելուց նոր հանում դատարկում եմ, այսպես մնացել է մեջը, ես մի հատ լվանամ բերեմ, տեսակ այսքան ժամանակ թարթում էր լույսը, այդքան երկար տևում է։ Ես այս խոշոր աղացած սուրճն եմ խմում, արդեն քիչ է մեջը, բայց առել եմ ունեմ։ Աշոտը խմում է լուծվող սուրճ, ինքը շաքարով է խմում, ես բնականաբար դառն եմ խմում։ Եսա լսնեմ, շատ թունդ չեմ անում, բայց մի գտալից մի քիչ ավել եմ լսնում։ Ինքան դուրս գալիս է, այս սուրճը շատ համով է։ Տեսենք ինչքան դուրս կգա, որովհետև մինչև այս ապարատը ուրիշ սուրճ էի խմում, այն էի շատ հավանում։ Էդ էլ է նորմալ չէ, որ հոգնում ենք մի բանից ու ուզում ենք փոխել։ Այսպես սեղմում եմ մի հատ։ Ու միացնում եմ։ Այդպես սիրելիներս, ուզում էի նայեմ ինչ աղբի օր այս շաբաթ, մի հատ էդ էլ նայեմ ու այսօր ամսի 11-ն է, էսա կարմիրով տոնը, այս մեր աղբի օրացույցն է, գրած է, որ օրը ինչ աղբ են տանելու ու բանի ձևն էլ է, սորտավորելու ձևն էլ է գրած, առանձնացնելը, ոնց ճիշտ առանձնացնենք, այս հին հագուստների համար էլ կա գրած, դե այդ արդեն գիտենք,
Ուրեմն այսօր ամսի 11-ն է, ընդհանրապես տանում էին 13 շաբթի օրը, բայց այս շաբաթ տոնի համար չեն տանում, ուրեմն 5 շաբթի օրը թղթի օր է։ Լավ, ահագին շատ թուղթ է հավաքվել, մի շաբթի դուրս կդնենք։ Մի հատ էլ մի ասեմ, այս քիչ է իմ համար, մի հատ էլ այսպես 1.5 եմ սարքում։ Վերջ։ Միշտ իմ սուրճը ես մենակ եմ խմում, այդ ես սիրում եմ, որ մենակ եմ խմում, հանգիստ նստում խմում եմ։ Եթե Աշոտի հետ որոշում ենք իրար հետ սուրճ խմենք, չէ։ Ես մինչև իմ սուրճը սարքում եմ, ինքը խմած վերջացրած է լինում, ինքը ուրիշ է խմում այդ լուծվող սուրճը, ինքը տակ է խմում, ես էլ տակ չեմ սիրում, այսինքն իբր աննով իրար հետ ենք խմում, բայց չէ, ինքը շուտ վերջացնում է։ Լույսը, եթե չեմ էլ անջատում, ինքը հետո անջատվում է։ Վերցնենք գնանք խմելու։ Հեռախոսը միշտ հենց այստեղ նստում եմ ու միացնում եմ լիցքավորվելու, այնպես որ չեմ էլ անջատում։ Նստեմ սուրճս խմեմ, առավոտվա ժամը 11-ն է, բայց ես ուշ եմ տեղից վեր կացել, մարզվել եմ, մի 5 րոպե, շատ չէ, որ ասեմ շատ եմ մարզվել, չէ, մի 5 րոպե մարզվել եմ, բայց մարզվելն էլ պետք է ոնց որ լավ օրգանիզմ արթնանա, նոր մարզվենք, ասենք ես մեկ առավոտ 8-ին կամ 9-ին եմ մարզվում, այդ ճիշտ չի, պետք է գոնե 10-ից հետո մարզվենք, ասում եմ 10-ից մինչև 4-ը, որ օրգանիզմն իր լավ ակտիվ վիճակում է լինում, որովհետև մինչև 10-ը հələ քնած է, լավ չի արթնացել, իրիկունն էլ արդեն 4-ից 5-ից հետո էլ արդեն գնում է դեպի հանգիստ, դրա համար այն ակտիվ ժամերին պետք է մարզվել։ Ջուր եմ խմել, չգիտեմ ինչքան, սրա մեջ լցնում եմ, մի լիտր լցնում եմ ու խմում եմ, այս խմում վերջացնում եմ, էլի եմ լցնում։ Եթե տանեմ, սրանով եմ խմում, բայց եթե գործեմ գնում են ժամանակ էլ 700 մլ-անոց շիշ եմ վերցնում, էդ էլ խմում եմ, արդեն այդպես իմանում եմ ինչքան եմ խմում, բաժակներով չեմ իմանում։ Սուրճը շատ համով ասեմ, շատ։ Փաստորեն ասեցիք, այս ծաղիկը պահել էիք, մարդկար գրել էր, որ 4 տարի պահել է, այսինքն հույսս չկտրեմ, որ կարա դիմանա ու դրսում էիք պահել, տեսնեմ, ես էլ մի հատ ուսումնասիրեմ, նայեմ ոնց կարամ երկար պահեմ, շատ սիրուն է քրիսմասի ծաղիկը, տոնական օր է մեր մոտ, ոնց որ ասել էի մի վլոգի մեջ, զինադադարի օրն է, բայց հետաքրքիր է, այս օրը, տոնական օր, այս օրը միշտ ամեն տարի նոյեմբերի 11-ին ձմեռ պապիկ է գալիս, հենց հետաքրքիր զուգադիպությամբ մեր փողոցի վրա, կադրերը կդնեմ, կտեսնեք, գալիս է, երեխեքին բերում են տոպրակ բան է բաժանում, ու չգիտես ինչի այդ տոպրակ բաժանողները դեմքերը սև ներկած, այսինքն իբր սևամորթներն են էլի բաժանում։ Այս YouTube-ի ալիք բացելու մասին շատ հարցեր եք տվել, ես ուրեմն առանձին վիդեո եմ սարքելու, ասեմ ձեզ, թե ոնց բացեք ալիք, ոնց թե երաժշտությունը ոնց ներբեռնեք, ինչ ստուդիայում ամեն ինչ անեք, չեմ ուշացնի, անպայման մի հատ լավ վիդեո կպատրաստեմ, որ ովքեր որ ուզում էին ալիք բացեն, որ բացեն ու իրանք էլ ունենան YouTube-ի ալիք, ու ինչի չէ, նաև բաժանորդներ հավաքեն, դիտումներ հավաքեն ու փող աշխատեն։ Ամեն ինչ կասեմ, բոլոր քայլերը կասեմ, մի հատ առանձին վիդեոն, որովհետև տարբեր վիդեոների տակ այսպես հարցնում են, եթե գրում եմ, ասենք բաներ կա այդքան երկար, այնտեղ չեմ էլ գրի, կասեմ, բանավոր կասեմ, չի չանեք, բոլորն անում են, դուք էլ արեք, ժողովուրդ ջան։ Թող իմ հայ ազգը, թող իմ հայ ժողովուրդը շատ աղմի, թող օգտվի, թող փող աշխատեն, ինչ չաշխատեն։ Այնքան քերած բաներ սառնանում հավաքվել, մտածում եմ կարող է պիցա սարքեմ, ահագին էլի կօգտագործեմ։ Վերջի առևտրի ժամանակ չէի ուզել Աշոտ էլի բերել էր։ Դրա համար կարող է պիցա սարքեմ, սոդայի խմորով կամ հա սոդայով, բանով չէ, դրոժով չէ։ Կարելի է։ Լվացքի մեքենաս այսօր վերջնականապես փչացավ։ Մատորը աշխատում է, կա աշխատում է, բայց բանա, այդ ասել եմ մի անգամ բառաբանը երևի տեղից շարժվել է դուրս է եկել, չգիտեմ ով գիտի, շատ եմ լցրել, ինչ եմ արել, չգիտեմ ինչի։ Կարճ ասած 8 տարի ծառայեց,
Այսօր ասեցի վերջին անգամ փորձեմ, որտեղ նորմալ միանում աջուրը լցվում է, բան, հենց որ ուզում ա պտտի, արդեն էլ չի պտտում։ Հիմա այսօր այդպես մնացել են մեջը։ Այսօր տոնական օր է, թե չէ պատվիրենք, երեք իրիկուն կպատվիրենք, այսօր կբերեն, հիմա այսօր մտածում ենք պատվիրենք, վաղը կբերեն, ուղղակի վաղը պետք է տանը մարդ լինի, որ բերեն ու բան անենք, վերցնենք։ Իրանք բերում են, հինը տանում են հետը, նորն էլ տեղադրում են։ Հատ ընտրել ենք արդեն 8 կիլոյա, ռևյուները նայեցինք, լավ էին, դրական էին ու հատկապես այն, որ հինը տանելու էին, ինձ արդեն դուր եկավ։ Հիմա նայենք, կարող է հələ հստակ չենք որոշել հենց այդ թե չէ, նայենք մեքենա պատվիրենք, թող բերեն, առանց լվացքի մեքենայի անհնար է, հիմա շորը մեջն են, թրջվելով, այդպես մնացել է։ Մտածում եմ, թե հանեմ քամեմ, տանեմ, այստեղ լվացքատուն կա, ուղղակի այնտեղ պետքա տանեմ գցեմ, կամ նստեմ սպասեմ, որ լվանա վերջացնի, հանեմ գցեմ սուշիկայի մեջ չորացնի, կամ էլ պետքա միացնեմ, հետ կամ տուն, մի 4 րոպե ճանապարհ է։ Հետո նորից ետ գնամ, նորից գցեմ սուշիկայի մեջ, նորից կամ տուն, նորից գնամ հանեմ, մի քիչ ժամանակ է տանում, չգիտեմ։ Երևի հանեմ ձեռքով լվանամ, ես ինչ շորեր չեն, այնքան որ մի հատ ոչ այդպես չի որ ասեմ կեղտոտ, ես ինչ շորեր են, մի հատ պետք է ուղղակի թարմանը։ Նայեմ հենց այդ ոնց կարվի։ Դիտավորյալ քաղցր բան չեմ վերցրել, որ չուտեմ։ Ինձ թվում է այդ սովորությունն է, որ մենք սուրճի հետ ինչ որ բան ենք վերցնում ուտում, սովորությունն է։ Այ եթե այդ սովորությունը փոխենք, էլ չենք բանան, չենք ուզենա, չենք ուտի։ Իհարկե ես ավելի շատ սիրում եմ չրեր կամ արմավ, չրերից էլ հիմա ունեմ թթու լավաշ, Հայաստանից աղջիկս ա ուղարկել, շատ լավն է, թթվաշ, պատմեցի արդեն թուքը հավաքվեց բերանս մեջ, բայց չեմ ուզում, չեմ ուտելու, ոչ ման չեմ ուտելու, տեսեմ կարամ այդ սովորությունը փոխեմ, որ հենց այսպես մենակ սուրճը խմեմ։ Այս երկար հերթը ձմեռ պապիկի համար է, այստեղ մի քիչ ես կողմ, հիմա ցույց կտամ։ Ձմեռ պապիկը նստած է, հերթով ծնողները երեխաներին տանում են, նայեք ինչքան երկար է հերթը։ Բարձրանում են բեմի վրա, էսա, բեմը, այն էլ ձմեռ պապիկը, այն էլ են, որ ասեցի դեմքերը սև են ներկած։ Նրանք են տոպրակները տալիս, երևի մեջը կոնֆետ բանա։ Էսա, նայեք, երեխեքը հուզված։ Ասում եմ ինչև հաջորդ տարի։ Այն կողմից, այս ձախ կողմից բարձրանում են, նվերը ստանում իջնում են, հետ էլ նկարվում են ձմեռ պապիկի հետ։ Շատ կարևոր պահ է երեխեքի համար։ En volgend jaar, mama, papa een mooie tekening maken voor mij? Want je weet, de Sint heeft dat graag, hè, mooie tekeningen. En dan hier komen afgeven en dan krijg je terug een zakje met snoep. Is het goed? Alright, tot volgende. Dag. Kijk eens wie dat we hier hebben. Dag Jules. Dag mijn brave Jules. Baby չուզեց մեր պապիկի գիրկը նստի։ Ja. Վախեցավ։ Kom mooi naast mij. Այս կողքերն էլ տոնավաճառ է, հագուստան է վաճառում, պայուսակներ, մի քանի փողոց այսպես դրած բաներ են վաճառում, տոնավաճառի տիպի էլի։ Այս ջրի աշտարակն է, ամեն քաղաքում այսպիսի բարձր աշտարակ կա, ջրի համար ջրի աշտարակն է, ջուրը հավաքվում է այդտեղ, այդ վերևից մատակարարվում է։ Ինչև է,
Այս էր այսօրված մեր պապիկի այցելությունը հերթով շարունակվում է մինչև փողոցի վերջ մինչև մեր տանն։ Պիցան արդեն նախաձեռնում եմ, ինչ որ օգտագործելու եմ ձեզ էլ ցույց տամ, չնայած կգրեմ, եթե վիդեոյի տակ եթե հետաքրքիր լինի ձեզ կգրեմ չափաբաժինները, մեկ-մեկ շատ հազվադեպ դրոժով եմ սարքում, այս անգամ պետքա փխրեցուցիչով սարքեմ, ալյուր եմ օգտագործելու, փխրեցուցիչ, աղ, ձեթ ու կաթ, կարելի է նաև ջուր լցնել կաթի փոխարեն։ Ես վերցրել եմ բուսական կաթ։ Հիմա խմորն անեմ ու անցնենք առաջ։ Ստացվում է ձեռքերին կպչող խմոր, ես մի քիչ ձեռքս ձեթ արեցի, այսպես փափուկ խմոր է լինում։ Այս առայժմ մի կողմ կդնեմ, սոուսը միանգամից կսարքեմ, հետո նոր այս տոմատի մածուկ եմ վերցրել, կարելի է սովորական տոմատ վերցնել, մի քիչ ջրով բացել, այս մի քիչ բան է, էլի ջրիկ է այսպես։ Երևի այսքանը կհերիքի ինձ թվում է, մի հատ էլ ավելի բերել էի, ասի եթե քիչ լինի, այն էլ կավելացնեմ, բայց ինձ թվում է այս հերիքա, որովհետև վրան լոլիկել եմ լցնելու։ Սրա մեջ կավելացնեմ մի փոքր ձեթ, ձիթապտղի ձեթը, աղ, մի փոքր սև պղպեղ, օրեգանո, հա Քսենիա, օրեգանո եմ ավելացնում, ոնց որ իտալացիները էլի, որ մի քիչ համընմանացնենք, համով պիցա է լինում։ Ես մեր կողմից նաև ուրս եմ ավելացնում, դե որ հայ եմ, պետքա ես էլ մեր համեմունքը լցնեմ։ Շատ չէ, ինքան, սպասեք այսպես բացեմ, չի գալիս, մի քիչ չորացրած ուրց, ես իրան սուպերմարկետներից եմ արել, հեսա ցույց տամ ձեզ, տեիմա կոչվում, ես խառնեմ, կարելի է նաև թարմ լոլիկով պատրաստել, բայց ես որ վրան լցնելու եմ էլ անգամից այս տոմատով եմ սարքում, լոլիկը հիմա կտրատեմ, մոցարելան էլ կտրեմ, շատ չեմ կտրատում ամեն ինչից, որ չմնա հետո, ինչքան պետք լինի այնքան չափով կանեմ։ Կարելի է յուղաթուղթ փռել, յուղաթղթի վրա անել, բայց ես հենց տապակի վրա կանեմ, ձեթ կփչեմ մի քիչ տակը։ Երկու հատ եմ պիցա սարքելու, ուրեմն խմորը պետքա կիսեմ, մի քիչ էլ ձեռքիս վրա ձեթ կանեմ, ձիթապտղի ձեթ է իրական այս բանը, այս որ փչում եմ ձիթապտղի ձեթ է։ Հիմա առաջինը պետքա խմորը ավելի բարակ անեմ, դրա համար կեսից ավելի քիչը կվերցնեմ, ասեք մի քիչ էլ վերցնեմ, ու պետքա տարածեմ։ Բայց մեկը ինչքան համով պիցա սարքենք մենք, իսկական իտալական պիցայի նման համով չենք սարքում։ Ինձ թվում է այդ իրան ջերոսներից է, որ դնում են այսպես ինքան փափուկ լավ խմոր է լինում։ Սոուսը այսպես լցնում ենք։ Ուրեմն մի քիչ լոլիկ կլցնեմ։ Մոցարելա կլցնեմ, պանիր իհարկե, այստեղ եթե ուզում եք կարելի է բանջարեղեն ընդհանրապես որ լցվում է, վրան աղ լցնել, ես չեմ լցնում, որովհետև սոուսի մեջ էլ կա, խմորի մեջ էլ կա, պանիր կլցնեմ,
Եթե քերած մոցարելա լիներ, մի քիչ դրանց կլսնեի, ճիշտ է մոցարելա դրել եմ վրա, բայց այնպես էլ կդնեի, մենակ խոուդա պանիրն է, դեղին պանիրն է քերած։ Ինչքան ջերմաստիճանը բարձր է լինում, այնքան արագ է լինում ու ավելի փափուկ լավ համով պիցա է ստացվում, ոնց որ հացը։ Մի քանի հատ էլ այսպես զուտ դեկորացիայի համար սպանախ կդնեմ վրան։ Ինչ էլ խոշոր են այս անգամվա սպանախները, մի քիչ պոչերից անեմ։ Հա, Քսենիա, դուռը բացեմ, Աշոտը որ հեռուստացույց է նայեմ, դուռը փակել եմ, որ այստեղ ձայնը չլսվի, Քսենիան ուզում է կամ լավում է։ Հա, իսա կգամ բացեմ, Քսենիա, իսա։ Շատ համբերատար է իսա սպան։ Հա, իսա կգամ, իսա։ Վերջ, լավ, ժողով ջան, ես տանեմ ջրոս տնեմ արդեն։ Մեկը հմեցի արդեն, սպանախը պետք էր պաների տակ լսնեի, մի քիչ այսպես վրան չորացել է, բայց նայեք ինչ լավ պիցա է ստացվել։ Ես էլ երկրորդ պիցան սարքեցի, այստեղ մի քիչ ուրիշ բանջարեղեն լցրեցի, դետմիկ, պղպեղ։ Այստեղ արդեն սպանախը պանիրի տակ եմ լցրել։ Կիսեմ համ տեսենք մի հատ, մինչև երկրորդն էլ կթխվի։ Պիցան, ես մի հատ համ տեսեմ, ժողովուրդ ջան, ամբողջ խոհանոցը քաոս եմ սարքել, հետևիցը սկսեմ մաքրել, մինչև այն մեկն էլ կթխվի, կհանեմ։ Շատ համով է, բայց ալանի է։ Իմ համար լավ է, եթե իմ Աշոտն ուտի, կասի աղ չես գցել։ Դրա համար կարելի է վրան մի քիչ աղ լցնել, երբ որ բանջարեղեն բան լցնում, բայց շատ համով արտակարգ կսարքեք։ Ես էլ բաղադրատոմսը կգրեմ տակը, կնայեք, դուք էլ կպատրաստեք։ Հեսա երկրորդ պիցան էլ հանեցի։ Հուսամ իմ պիցաները կհավանեք, իմ սիրելի բարեկամներ, ու դուք էլ կպատրաստեք։ Ինչևէ, սիրելի բարեկամներ, բարի ախորժակ։